Հոկտեմբերի 2-ի Գյումրու թիմ ընտրություններին հաղթած 3 քաղաքական ուժեր Բարգավաճ Հայաստանը, Հայկական վերածնունդն ու Գալան ստորագրեցին համապատասխան հայտարարություն, որով 34 ընտրատարածքային հանձնաժողովից և կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են կատարել մանդատների ճշգրիտ բաշխում։ Հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով հայտարարությանը բանախոսները նշեցին, թե խնդիրը կայանում է նրանում, որ վերջին օրերին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բալասանյան դաշինքը և Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ հետևողականորեն հրապարակային պնդումներ են անում, թե Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ստացված քվեների և մանդատների հաշվարկի հիման վրա 33 տեղերից 17-ը հատկացվելու է Բալասանյան դաշինքին։ Քաղաքական 3 ուժերը ԲՀԿ-ն, Հայկական վերածնունդն ու Գալան գտնում են, որ այս հայտարարություններով նրանք փորձում են հանրային կարծիք ձևավորել, թե օրենքի ճշգրիտ մեկնաբանություն են անում, եւ ըստ այդմ իբր Բալասանյան դաշինքը պետք է ստանա մանդատների կեսից ավելին, ինչով անուղղակի ճնշում են գործադրում թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վրա։ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասով ավագանու մանդատները հստակ բաշխվում են հետևյալ կերպ. 15 մանդատ Բալասանյան դաշինքին, 9 մանդատ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 5 մանդատ Հայկական վերածնունդ կուսակցությանը և 4 մանդատ Գալային։ Տիգրան Մուկուչյանն անտեսելով այս բաշխումը ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների բացարձակ մեծամասնությունը պետք է տրվի Բալասանյան դաշինքին, իսկ մնացածը պետք է բաշխվի մյուս կուսակցություններին, որոնք հաղթահարել են 6%-ի շեմը։ Ոչ Մուկուչյանը և ոչ այլ մեկը իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ Բալասանյան դաշինքին հատկացնելու համար։ Եթե թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք Հայաստանի Հանրապետության և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու ենք արդար վճռի համար նաև այլ եղանակներով։ Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը, մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով։ Եվ երրորդ, հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգանք նոր հայտարարությամբ։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք ամեն մի քվեի համար եւ իսկապես աշխատելու ենք հասնել այն բանին, որ Գյումրիում օրինական իշխանություն ձևավորվի։ Մենք որոշում ենք կայացրել, որ ընդհանրապես մինչև հասանելիք ժողովրդի քվեով ստացած 18 մանդատը չտրամադրվի մեր 3 քաղաքական ուժերին, որևէ մեկս մանդատ չենք ստանալու։ Այսինքն, եթե այդպիսի որոշում չկայացվի 18 մանդատ եւ այդ հնարած 17 թիվը լինի, որևէ մեկս մանդատ չենք ստանալու եւ պայքարելու ենք բոլոր այն եղանակներով, որը նշվեց։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտնեցին, թե սա պայքար է հանուն արդարության, հանուն գյումրեցու քվեի պահպանման։ Վճռական են, թույլ չեն տալու, որ 3 կուսակցությունների օգտին տրված քվեների փաստացի արդյունքը նենգափոխվի հօգուտ Բալասանյան դաշինքի։ Ասում ենք, որ մենք թույլ չենք տա, որպեսզի տեղի ունենա ապօրինություն եւ մենք թույլ չենք տա, որպեսզի տեղի ունենա քաղաքացու քվեի գողություն։ Սա համարում ենք քաղաքացու քվեի գողություն։ Սա դիրքորոշում է։ Ճանապարհները արդեն թե ինչպես թույլ չենք տալու նշվեց, ճանապարհներից մեկն է բոյկոտը։ Եվ այս իրավիճակը ուզում եմ բոլորս ուշադիր լինենք այս հանգամանքի վրա, որ տեղի են ունենում խորհրդարանական ընտրությունների շեմին։ Եթե իշխանություններին ձեռնտու է խորհրդարանականի շեմին Գյումրիում այսպիսի իրավիճակ ստեղծվի, թող հետևություններ անեն եւ լուծեն այն հալերուկը, որի հեղինակը իրենք են։ Ասուլիսից հետո ասպարեզ ակումբի դիմաց հավաքված քաղաքացիները 3 քաղաքական ուժերի ավագանու անդամության թեկնածուների հետ միասին երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ։ Այս երթը կարող է դառնալ բազմահազարանոց, եթե իշխանությունները ծասեր չքաղեն ու չհասկանան, որ չեն կարողանալու Գյումրեցում պարտադրել իրենց ուզածը։ Գյումրեցին ինքն է ընտրելու, որևէ մեկը իրավունք չունի մեր փոխարեն նշանակել քաղաքապետի։
փորձեն նկարեն եւ օտից մանդատներ տան Դաշինքին, այսինքն, եթե իշխանությունները գնան այդ քայլին, մեր 3 քաղաքական ուժեր մանդատ չեն ստանալու։ Խույս չտնել, մենք